Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 7-ի համար։ Մի փոքր ձայնս քաշված է, սովորում կհասկանաք ինչ եմ ասում այդ օրվա համար։ Օրը կիրակի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Այս ալիքում միայն լինում են տարվա ծնվածների համար, ամսվա ծնվածները բացարձակապես այստեղ կապ չունեն։ Միայն ովքեր որ ծնվել են որևիցե տարում, իրենք պետք է նայեն։ Այսինքն ըստ ձեր տարվա ծնվել եք այս տարում, ուրեմն այս նշանն եք։ Այսքանը տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 7-ին։ Հաջողություն յուրաքանչյուր գործերում այն ինչ որ կանեք այդ օրը, յուրաքանչյուր բան ինչ որ անեք։ Նաև ժամանակն է ինչ որ մի բան սկսելու, ժամանակն է որևիցե մի բան անելու կամ ժամանակ հատկացրեք նաև ձեր առողջությանը, ձեր գեղեցկությանը կամ այդ օրը ուղղակի շատ ժամանակ կվատնեք դրանում, գուցե գնում եք ներկելու, կտրելու այդպես։ Եվ ինչ որ գործողություններ։ Ժամանակն է նաև ձեր ծնողների մասին մտածելու, հետևելու ձեր ծնողների առողջությանը։ Եվ որևիցե կամ անցյալից ինչ որ մարդիկ կարող են գալու, որ նախկինում եք ճանաչել, կամ ինչ որ մարդիկ են, ովքեր որ ինչ որ բաներ են, որոնք որ անցյալից են, կամ ձեզ կարող են հիշեցնել, կամ դուք կարող եք հիշել ձեր անցյալը, խորանալ ինչ որ մեկի հետ այդպես հիշել, թե ինչ եք արել օրինակ նախկինում, ինչ որ պահեր են, որը խորանում եք անցյալի մեջ։ Գուցե ինչ որ գործեր են, որոնք հիմա եւս ուզում եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերին, նաև եզ է կոչվում, նաև գոմեր։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 7-ին։ Անհանգստություն է սա, բորբոքվածություն է, նաև կարող եք լեզվակռվի մեջ մտնել ինչ որ մեկի հետ անհանգստության, եւ սա կարող է լինել նաև անցյալի վերաբերյալ։ Պետք է ուշադրություն դարձնել դրան, որ շատ չխորանա, որտեղ բորբոքված նայեք, ոչե կտրուկ քայլ կարող եք անել, շատ անսպասելի քայլ, հիմքից ոչե մի բան կարող եք ջնջել ձեր կյանքից, կամ ինչ որ մեկին կարող եք ջնջել ձեր կյանքից։ Ինձ թվում է դա անցյալի հետ է կապված։ Դա նաև վիրահատություն է, որը կարող եք օրինակ բորբոքված ժամանակ թեկուզ ձեզ կտրել, եթե ինչ որ գործ եք կանում, նա որ ձեզ վնասեք։ Բացի դա էլ սա անհանգստությունը, որտեղ կարող վիրահատություն է։ Եվ բավականին շատ կշփվեք այդ օրը տարբեր մարդկանց հետ, նաև լեզվակռիվ է եւ իհարկե բամբասանք։ Անցյալի մեջ կխորանաք, անցյալի հետ կապված ոչե բաներ կհիշեք կամ նաև անցյալից ոչե մարդկանց կհանդիպեք, ում որ վաղուց եք ճանաչել, ում որ գիտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 7-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղայի հետ, գուցե ձեր ընկերն է, բայց ցույց է տալիս։ Տեսնենք ով է այս տղան ամենայն դեպս։ Իր հետ շատ կխոսեք, կշփվեք, չի ասում ինչ։ Գուցե սիրային է, գուցե ընկեր է որպես։ Եվ կարող է ձեր եւ իր հետ կապված ոչ ինչ որ բամբասանք կա։ Եվ ուշադիր եղեք, որ այս տղայի հետ լեզվակռվի մեջ չմտնեք։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ կամ ընկերների հետ։ Նաև սա երեխաներն են, ում կարող եք օրինակ բերել ձեր ընկերը իր երեխաներին ձեզ մոտ, որպեսզի խնամեք, ինքը տեղ գնա։ Կամ ձեր թորներն են գալիս այդ երեխաները կամ հղիությունը, ծննդաբերությունը կամ իմանում եք, որ ձեր ընկերների հետ է կապված դա։ Եվ նոր բիզնես է։ Կարող է իրոք քննարկում եք ձեր ընկերոջ հետ նոր բիզնեսի հետ կապված, միգուցե ձեր ամուսինն է, ձեր եղբայրն է, ուզում եք ինչ-որ գործեր անել իրար հետ։ Եվ քննարկում եք բիզնեսը կամ բիզնեսը այդ օրը բացում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք նապաստակներին։ Նաև նապաստակները կոչվում են կատուներ, նաև ճագարներ, ովքեր որ տեղյակ չեն։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 7-ին։ Ինչ որ ոլորտ է կայունանալու ձեզ մոտ, ոչ մի հարցեր են լուծվելու, կայունանալու են, միգուցե անցյալից է դա այդ հարցերը, հիմա արդեն ամեն ինչ կայուն է, նորմալ է։
Հաջողություն ունեք այդ օրը նաև ձեր կյանքում, ինչ որ դռներ են բացվելու, որ կարողանաք որոշ գործեր անել, բնականաբար է, թե ինչ որ ոլորտ եք կայունանում, արդեն դռներ են բացվում ձեր առջև։ Եվ կամ անցյալի հետ է դա կապված, կամ անցյալից մնացած պոչեր են, որոնք որ անում եք, կամ նաև սա ինչ որ մարդիկ են, ում կարող եք ճանաչել եք նախկինում, կարող եք իրենց հանդիպել, իրենց տեսնել, իրենց հետ խոսել։ Այսքանը ամենայն դեպս հաջողություն ունեք եւ միգուցե անցյալն էլ իր դերն է խաղում դրա մեջ, չեմ կարող հստակ ասել, անցյալի, հա, կամ ինչ որ պահեր են այստեղ անցյալի հետ կապված։ Ձեր գործերը արեք այդ օրը ավարտեք։ Միևնույնն է, որ եթե օրը հաջողակ է, պետք է չկորցնել այդ հնարավորությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 7-ին։ Այդ օրը բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, հնարավոր է նաև լեզվակռիվ է, հնարավոր է նաև բամբասանք է։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե իրեն տեսնելուց եք բավականին էմոցիոնալ լինում, միգուցե վաղուց չեք տեսել իրեն, այլ տեսնելուց էմոցիոնալ եք։ Նաև ոմանց մոտ սա ռոմանտիկ պահեր են, որովհետեւ ինչ որ նոր ծանոթություն է, լուսնի ներքո կարող եք ռոմանտիկ ինչ որ ընթրիք ունենալ, նաև սա ձեր մայրն է, ում հետ կարող եք այդ օր ավելի շատ շփվել, ավելի շատ խոսել, իրեն խնամել, նաև ինչ որ բաներ են, որոնք որ ձեզ մոտ մութ են մնում, ինչ որ հարցականներ են մնում, ոնց որ մտածում եք, որ ձեզ խաբում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 7-ին։ Լաբիրինթ կա, որը պետք է հաղթահարեք։ Ինձ թվում է հաղթահարում եք, որտեղ ուրախ եք։ Ամենայն դեպս, գուցե սա ծանրություն է, որը չեմ կարծում, որ հաղթահարում եք։ Եթե ուժ ունեք այդքան, կկարողանաք ուժ ունենալ, ուժ ձեռք բերել եւ կարողանալ այս փորձության միջով անցնել, ապա այո։ Եթե ոչ կարող է ուղղակի զգում եք, որ այդ ոլորտը, այդ պահը ծանր է, չեք կարողանում անել, կարող բաց եք թողնում։ Ուղղակի այդ օրը չեք զբաղվում դրանով։ Դրա համար կարող է արդեն ուրախ եք, որովհետեւ սա իր օգն է, մեկը մյուսից դժվար քարտեր են։ Դա նշանակում է լաբիրինթը շատ դժվարությամբ կարող եք հաղթահարել։ Գուցե նաև մարդը չի կարողանում հաղթահարել, որտեղ բեռը իր ուսերին է։ Եվ ստիպված բաց եք թողնում այդ հնարավորությունը, բաց եք թողնում հնարավորություն չեմ կարող ասել, ոլորտը։ Այն ինչը որ խնդիր է ստեղծում, բաց եք թողնում եւ դե ասում եք, թե որ այսօր չի լինում, ուրեմն չի լինում, վերջ, ուրեմն չեմ զբաղվելու դրանով ու վերջ։ Եվ մյուս կողմից ուրախ եք, տրամադրությունը բարձր է, միգուցե իրոք շատ ուժեղ եք գտնվում, որ կարողանում եք դուրս գալ այդ խնդրից։ Շատ պետք է մարդը ուժեղ լինի, որպեսզի կարողանա եւ օձերը ընդհանրապես իմաստուն մարդիկ են, կարող ձեր իմաստության շնորհիվ է այդ ամենը տեղի ունենում։ Եվ էներգիայով կլինեք ինչ որ գործեր անելու համար, բայց սա նաև ասում է, որ մանրուքներին ուշադրություն դարձրեք անպայման յուրաքանչյուր բան անելուց, կամ մանր-մունր բաներ եք անելու։ Մանր-մունր կամ պատվերներ են, կամ մանր-մունր որը ինչ որ գործեր են, որ կարող եք անել այդ օրը։ Կամ պետք է ուսումնասիրեք յուրաքանչյուր հարցին մոտենալ, ահա, ամեն մանրակրկիտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 7-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք որևէ մարդկանց հետ, նորություններ կլսեք այդ օրը, նավրը գրում եք, ցուցակ եք կազմում կամ ինչ-որ տեղեկատվություն եք գրում, սա նաև հրավիրատոմս է, սա նաև թղթերի հետ աշխատել է, դե թղթերի հետ աշխատելը պարտադիր չի փաստաթղթեր լինեն, ոմանք կան, որ ինչ-որ թղթեր են անում, հա, ինչ-որ սա օրինակ, հա, հիմա կտրտել եմ ես, հիմա կարող է դուք եւս ինչ-որ բաներ կտրտում եք, ինչ-որ գործողություններ եք անում, գուցե ինչ-որ պատվերներ եք կատարում, օրինակ տարոսիկների մեջ չի մանր-մանր կտրտումն են եւ բան նման գործեր եք անում։ Այդ օրը նաեւ ինչ-որ ծանր բեռ կա ձեր ուսերին, ծանրություն կա, որը պետք է տանեք, նաեւ ճակատագրական փորձ է քայլել, գուցե ճակատագրական ծանոթություն է, նամակագրական կապի միջոցով։
Նաև դա կարմայական որևիցե հարաբերություն է, բայց նաև սա ծանրություն է, որը փորձության տեսքով, դժվարությունների տեսքով է, որ այդ որ պետք է մարդը այդ դժվարությունները կարողանա հաղթահարի։ Եվ խորամանկ մարդ կա այստեղ, միգուցե խորամանկ պետք է լինենք, որ կարողանաք այդ փորձությունները անցնել, կամ սա խաբեբաներ են, ովքեր որ իրոք կարող ձեր բեռը ավելի ծանրացնեն։ Մի վստահեք, այդ օր ամենայն դեպս ոչ ոքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերի։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 7-ին։ Փոքր դժվար օր է, նաև այծի, նաև ոչխար է տարով։ Դժվարություններ կան, որոնք որ պետք է հաղթահարեք։ Եթե ժամանակ տրամադրեք այդ դժվարություններին, ապա կհաղթահարեք, նաև ժամանակն է, որ այդ դժվարություններից դուրս գաք ի վերջո։ Եթե անդադ դժվարություններ ու դժվարություններ կան ձեր կյանքում, ապա իրոք ժամանակն է, որպեսզի դուք հաղթահարեք դա եւ դուրս գաք։ Ժամանակ հատկացրեք նաև ձեզ, ժամանակ հատկացրեք նաև ձեր գործողությանը, որպեսզի կարողանաք թեթևացնել ձեր կյանքը։ Ժամանակ հատկացրեք նաև ընտանիքին, ովքեր ընտանիք չունեն, ապա մտածեք այդ ուղղությամբ։ Եվ բավականին շատ կշփվեք այդ օրը տարբեր մարդկանց հետ, նաև լեզվակռիվ է սա, նաև բամբասանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 7-ին։ Ոչ է կամուրջ է ստեղծվելու ձեզ համար, ոչ է հնարավորություն է ստեղծվելու ձեզ համար ինչ-որ գործեր անելու հետ կապված։ Ավելի է թեթևանալու, ավելի է հեշտանալու, ոչ է գործընթաց ինչ-որ մեկ է տեսնելու, հանդիպելու, խոսելու համար։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք ունենան անելու, միգուցե տան հետ է կապված կիրակի, միգուցե նաև եթե աշխատում եք շատ է աշխատանքը, սա առաջ խաղացում է, բայց մի փոքր ծանրության փորձություններից հետո է առաջ գնալու։ Մի փոքր դժվարություններ կան նաև աշխատանքը գտնելու մեջ այդ օրը, եթե աշխատանք եք ուզում փնտրել, աշխատանքի մեջ դժվարություններ կան կամ այդ օրը դժվար աշխատանք եք կատարելու, դժվարությամբ եք ավարտելու, ծանր է այդ աշխատանքը, որը որ անում եք եւ կիրակի օրով միգուցե պետք է չաշխատեք, բայց գնում եք աշխատելու, օրինակ եւ դժվարություններ կան։ Նաև դա հիվանդանոցն է, որ կարող է մարդը այցելել այդ օրը։ Դե կարիերան է աշխատանքը, որը մի փոքր կամ դժվարությամբ է տալիս ձեզ, տրվում ձեզ կամ ուղղակի այդ օրը շատ է լինելու աշխատանքը, որ մի փոքր հոգնած կարող եք գալ տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 7-ին։ Կամ գումար եք ծախսելու այդ օրը, կամ գումար եք ստանալու այդ օրը։ Նաև որոշ պահեր են կայունանալու ձեզ մոտ, միգուցե գումարային հարցերն են կայունանում։ Ամենայն դեպս կայունիչ իրավիճակ է ձեզ մոտ, որևիցե կամ այստեղ կարող եմ նաև ասել, եթե 3 քարտը միացնեմ իրար, կարող է ինչ-որ կայուն վիճակ է, կարող է խոչընդոտներ է առաջացնում։ Ամենայն դեպս ոմանց մոտ իրոք կարող է դա առանձին է, որոշ ոլորտներ, կայունություն է, որոշ ոլորտներ նաև խոչընդոտներ են։ Խոչընդոտներ են ժամանակի հետ կապված, ժամի հետ կապված, չեք հասցնում ինչ-որ ժամի ինչ-որ մի բան անել։ Դա է կարող մտածում եք, հա, ինչ-որ հանգիստ նստած եք, բայց ժամանակի մեջ չեք տեղավորվում, հետո ինչ-որ գործեր անելու համար։ Պետք է կարողանաք ճիշտ կառավարել ձեր ժամանակը այդ օրը, որտեղ չեք հասցնում ինչ-որ մի բան անել կամ ճիշտ ժամանակին չեք հասցնում ինչ-որ մի տեղ լինել կամ ժամանակ շատ եք վատնել ուրիշ բաների վրա, դրա համար հիմա այդ ոլորտը խոչընդոտներ ունի, չեք կարողացել դրան տրամադրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 7-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։
հաջողություն է բերում, կամ դուք եք, կամ ձեր աղջիկն է, կամ ձեր մայրն է, կամ ձեր ընկերուհին է, իր մոտ հաջողություններ կարող է լինել։ Նաև այդ աղջիկը այդ կապված ինչ-որ մի բան հաջողություն է եւ սիրային առումով, եւ գործնական առումով։ Հետո նաև անհանգստություն ունեք, բորբոքված եք, ինչ-որ բանի վրա կարող եք բարկանալ։ Միգուցե տղամարդու հետ է կապված, միգուցե պետական աշխատող է, միգուցե ձեր տղան է, ձեր ամուսինն է, կարող է կամ ձեր ընկերն է, ինչ-որ մի հարցում բորբոքվածություն կամ անհանգստություն է սա իրեն հետ կապված։ Դա նաև կարող է իրար հետ բորբոքվել, նաև լացել հետո։ Համար պետք չի թեժացնել այդ իրավիճակը։ Նաև այդ օրը ոգևորված կլինեք, ճանապարհ կարող եք գնալ, հյուր կարող եք գնալ, եթե օրինակ բորբոքվում եք, կարող եք գնալ ինչ-որ մեկի տուն հանգստանալու համար։ Նաև ինչ-որ մարդկանց կարող եք ձեր տուն ընդունել։ Նորություններ կլսեք, իհարկե, եւ ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 7-ին։ Օձեր են սա, օձային վերաբերմունք է, սա նախանձություն է։ Նաև իմաստություն է։ Իմաստությունը, որովհետև այստեղ լաբիրինթ ունեք, պետք է իմաստուն գտնվեք, որպեսզի կարողանաք այդ լաբիրինթից ազատվել դուրս գալ, որտեղ խնդիրներ են, որոնք որ դժվար է այդ օրը լուծել ուղղակի։ Նաև սա վատ վերաբերմունք է, միգուցե թե աշխատանքի եք այդ օրը, ինչ որ գործեր եք անում, ապա ոնց որ դա վատ վերաբերմունք է ձեր նկատմամբ։ Օձային վերաբերմունք։ Նաև ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն այդ օրը, ինչ-որ ցուցակ կկազմեք, փաստաթղթերի հետ կաշխատեք կամ ոչ ուղղակի թղթերի հետ կաշխատեք այդ օրը, համակարգչի հետ կաշխատեք, տեղեկություններ կստանաք, սա կարող է հրավիրատոմս է կամ դուք եք պատրաստում կամ ձեզ համար ձեզ են տալիս կամ տոմս եք գնում ինչ-որ միտեղ գնալու համար, բայց այստեղ հետո լաբիրինթ ունեք կամ երեխաները չեն թողելու գնաք օրինակ ֆիլմ նայելու կամ ինչ-որ մի բան է, որը այստեղ լաբիրինթ է, չի կարողանում մարդը այդ խնդիրներին լուծումներ տալ։ Մեծ փոփոխություններ տեղի կունենան, հնարավոր է, որ կարողանաք լուծումներ տալ։ Ինչ-որ մի բանը ձևը փոխելով, եթե ինչ-որ միշտ նույն բանն եք անում այդ հարցը լուծելու համար, այս անգամ պետք է ուրիշ ձև այդ հարցը լուծեք, ոնց թե մեկը կարողանաք այդ լաբիրինթից դուրս գալ։ Կամ խնդիրը նաև կապված է ճանապարհի հետ։ Ինչ-որ մի տեղ եք գնում, ինչ-որ մի բան է փակ է, չի ստացվում այդ տեղը գնալ, այդ ինչ-որ կամ հետ գալ։ Մի փոքր խնդիրներ կան, կամ պետք է մնաք արդեն ստիպված այնտեղ, որտեղ գնացել եք։ Նաև տեղափոխության հետ է կապված, եթե ուզում եք ինչ-որ միտեղ տեղափոխվել, ապա եւս, խնդիրներ կան։ Մեքենա չկա, ժամերով մեքենա եք փնտրում, կամ սա չկա, կամ նա չկա, կամ մարդ չկա, որ ձեզ օգնի։ Եվ իհարկե ովքեր հղի են եւս այդ օրը պետք է շատ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, նույնն էլ ծննդաբերության հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։